Վերադառնալով մեր քաղաքական օրակարգերին, հաշվարկել էիք արդյոք այս իրավիճակում արդյոք նման սցենար, որ Հայաստան դաշինքը կշարունակի պայմանների լեզվով խոսել։ Լուսաբանել է, բացահայտել է։ Ես դեռևս ձեռնպահ եմ անում այդ թեմայով խոսելուց։ Պարոն նախագահ, ձեր ամեն հարցազրույցից հետո ոչ միայն ԿՊ-ի քննադատությանն ենք ունկնդիր եւ ականատես լինում, այլև իրենց ընդդիմադիր, այսպես ասած, ներկայացնող շրջանակների մեկ հարցազրույցից հետո տասնյակ հարցազրույցներով փորձում են ձեզ պատասխանել, ինչու ձեզ։ Բայց դա վատ է։ Ես կարծում եմ նույնիսկ ձեզ համար է դա լավ թեմա է, էլի։ Գրեք, լուսաբանեք։ Շնորհակալ եմ։ Պարոն Սարգսյան, ի սկզբանե դատապարտված չի այս գործընթացը, պարոն Սկզբանե դատապարտված չի այդ գործընթացը, երբ 36 պատգամավորներ չկան, առնվազն 54 ինչպես եք պատկերացնում, պարզ մաթեմատիկական հաշվարկ է։ Գիտեք ես ինչից եմ զարմանում, էլի, որ լրագրողը, որ այդ թեմայով հետաքրվում է, ինքը ուշադիր չի, հետևում տարբեր մարդկանց բացատրությունների։ Եթե օրինակ դուք երեք լսած ելնեիք Հայկ Մամիջանյան, այդ հարցը չէիք տա, 36-ը ինչ կապ ունի, մեզ 54 է պետք, 36 չի պետք։ 36 նախնական գործընթացը։ Ոչ, գործընթացը արդեն սկսված է, վաղուց սկսված է։ 36 պատգամավոր դրել է իր ստուդագրությունը, պարոն Սարգսյան։ Լսեք, ես ձեզ ասում եմ, գնացեք թեման ուսումնասիրեք։ Ես ուսումնասիրել եմ, Դուք չեք ուսումնասիրել, որովհետև գործընթացը սկսվում է, երբ ազգային ժողովի մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու։ Գործընթացը այդ ժամանակ է սկսում, 36-ը բայց նիստերի դահլիճ բերելու համար 36 մարդու ստորագրություն է, պարոն նախագահ։ Բայց մենք ասեցինք, որ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում 36-ը։ Իսկ փողոցային պայքարը երբ եք նախատեսում մեկնարկել։ Պարոն Շարմազանովը հայտարարեց, որ վաղը չեմ նստել։ Ասենք փողոցային պայքարը հողում